Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուշուջյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Հովսեփ Խուշուջյանի կողմից վարվող YouTube-յան ալիքի հղումը, որին եւս կարող եք հետևել ցանկության դեպքում։ Բարև ձեզ, պարոն Խուշուջյան։ Ողջույն, ողջույն։ Պարոն Խուշուջյան, Երևանում էր Կայա Կալասը եւ նա Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում հայտարարեց, որ այստեղ եմ հստակ ուղերձով Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա։ Նախ սա ինչ է նշանակում եւ հետո այդ հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև տրվել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, ստորագրվել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու համաձայնագիր։ Սա ինչ է նշանակում, որովհետեւ բովանդակությունը հանրությանը հայտնի չէ, դուք ինչ եք ենթադրում, ինչ համաձայնագիր կարող է լինել։ Վերնագիրը շատ բան է հուշում արդեն համաձայնագրի մասին։ Ես վստահ եմ, որ մանրամասներին շուտով կտեղեկանանք, այնպես չի, որ միջից հանրության համար հասանելի տեղեկություններ չի տրամադրվի, բայց կարծում եմ, որ ավելի կարևոր է, որ համաձայնեցվել է նաև շրջանակային համաձայնագրի ավելի ընդլայնված տարբերակը, դուք գիտեք, որ հիմա Հայաստանի Եվրամիության միջև գործում է ՍԵՊԱ համաձայնագիրը, դրա ընդլայնված օրակարգով համաձայնագիրը համաձայնեցվել է, ես կարծում եմ առաջիկայում արդեն ավելի այսպես շուկով կստորագրվի Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Բայց շատ կարևոր է իհարկե, որ պաշտպանության եւ անվտանգության հարցերում խորհրդակցությունների այդ շարքն է սկսվում, որտեղ դա Հայաստանին հատկապես հուզող հարց է եւ Հայաստանի հանրությանը։ Եվ նաև համաձայն եմ Կայա Կալասի հետ, որ իրոք Հայաստանը Եվրամիության հետ այսքան մոտ երբեք չի եղել եւ այնպես չի, որ կանգ է առել process-ը, հա, այս գործընթացը շարունակվում է եւ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդունած օրենքի այս գործընթացը պետք է ավարտվի Հայաստանի անդամակցությամբ Եվրամիությանը։ Մի բան, որի մասին ոչ մեկ չի խոսում Հայաստանում, բայց այնուհանդերձ այդ անվտանգության ոլորտում ինչպիսի համագործակցության մասին կարող է խոսք գնալ, պարոն Խուշուջյան, ըստ այս համաձայնագրի։ Սկսենք նրանից, որ ես ձեր հետ համաձայն չեմ, որ դրա մասին ոչ մեկ չի խոսում Հայաստանում, չգիտեմ ում նկատի ունեք, երբ որ պետական կառավարող թիմին նկատի ունեմ։ Կառավարող թիմը իր քայլը արել է, ժողովրդի ձայնին անսացել է, մեր նախաձեռնությունը ընդունել է եւ ընդունել է այդ օրենքը։ Այդ օրենքը այնպես չի, որ պետք է ամեն օր դրա մասին խոսալ։ Ավելի շատ այդ օրենքը պահանջում է աշխատել այդ օրենքի կյանքի կոչելու համար։ Առանց նույնիսկ շատ խոսալու, լուր աշխատանք պահանջող օրենք է։ Այդ օրենքը ունի բաղադրիչներ, այդտեղ կա վիզաների լիբերալիզացիան հարց, որը իդեպ եւս քննարկվել է Կայա Կալասի հետ եւ մշակվել է նաեւ գործողությունների ծրագիրը։ Այդտեղ կա նաեւ անվտանգության խնդիրները, այդտեղ կա նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու փաստացի վաղ թե ուշ այդ դրույթը, որը պետք է Հայաստանը ինքը որոշի, երբ որ իրեն հարմար լինի եւ բնականաբար առանց դրա մաքսային միության Եվրամիության չի կարող միանալու եւ այլն, հաշ քայլեր կա, որին պետք է նախապատրաստել տնտեսությունը, օրենսդրությունը եւ այլն եւ այլն։ Այնպես որ այստեղ ավելի շատ աշխատանք եւ քայլեր են պահանջում, քան թե խոսքեր։ Ինչ վերաբերում է անվտանգության, դուք գիտեք, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև այսօր երկու մակարդակների վրա գոյություն ունի անվտանգային համագործակցություն։ Առաջինը դա երկրների մակարդակն է, որոնց հետ որոշ երկրների հետ Եվրամիության անդամ մենք ունենք ռազմական համագործակցության պայմանագրեր, կոնկրետ ռազմական մատակարարումների, զինատեսակների, տարատեսակ, ընդ որում նորագույն զինատեսակների եւ ուրեմն սպառազինությունների տարատեսակ։ Երկրորդ մակարդակը դա Եվրամիության մակարդակն է, որը բազմաբաղադրիչ է։ Այդտեղ կա օրինակ եվրոպական դիտորդների արկայության հանգամանքը, որը շատ լուրջ անվտանգային դեր է խաղում, անկախ նրանից, որ դրանք զինված դիտորդներ չեն։ Երկրորդը դա եվրոպական խաղաղության գործիքն է, որը անցած տարի կիրառվել է, այս տարի էլ վստահ եմ կհաղթարվի Հունգարիայի վետոն եւ կկիրառվի։ Եվ նաեւ անվտանգային բաղադրիչը մյուս ոլորտների, անվտանգությունը միայն զենքին եւ սպառազինություններին չի վերաբերում, չէ, եւ նաեւ դիտորդներին չի վերաբերում, անվտանգությունը նաեւ տնտեսությանն է վերաբերում, դիմակայունությանն է վերաբերում, որի ուղղությամբ էական քայլեր անում Եվրամիությունը, հատկապես Սյունիքում, Սյունիքի բնակավայրի դիմակայությունը
մեծացնելու մեծ ծրագիր է իրականացվում եւ հսկայական միջոցներ են տրամադրվում։ Հյուսիս-հարավն է նաեւ անվտանգության կոմպոնենտ։ Իդեպ շատ լավ լուր կա, որ մեր լոգիստիկ ընկերություններից մեկը նոր ուղի է մշակել եւ այդ ուղով արդեն մատակարարումներ իրականացում չինական ապրանքների դեպի Հայաստան, Չինաստանից, Ղազախստանով, Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով դեպի Հայաստան։ Ցամաքային ուղի է։ Եթե մենք հյուսիս-հարավը կարգի բերենք, բնականաբար այդ ուղին կշարունակվի նաեւ Վրաստան, Սևծով եւ Եվրոմիություն։ Դա համարեք ուրեմն մետաքսե ճանապարհի տարբերակներից մեկը։ Պարոն Խուրշիդյան, դուք արդյոք մտավախություն չունեք, որ այս համաձայնագիրը, որի մասին խոսում է Կայա Կալասը Երևանում, չի արժանանալու այն նույն փաստաթղթի ճակատագրին, ինչը ստորագրվեց Վաշինգտոնում Բայդենի իշխանության ավարտին 5 պակաս։ Իսկ ինչ ճակատագրի է արժանացել այն փաստաթղթը։ Դե չկա, որևէ կետ կյանքի չի կոչվում, ասել էին պետք է սահմանային հարցերով մասնագետ կան առաջիկա շաբաթներին ըստ այդ փաստաթղթի, բայց քանի ամիս է անցել, կես տարին կարծեք արդեն լրանում է, բայց շարժ չկա։ Նարեկ ջան, ուրեմն համաձայնագիրը մեծ ծավալի փաստաթուղթ է։ Եվ ձեր ասած մի կետով դատել, որ տեղից չի շարժվում, քանի որ այդ մասնագետները միջև հիմա չեն եկել, ես կարծում եմ օբյեկտիվ չի։ Այո, այդ մի կետը խապաղում են, կլինի, այդ չի անհանգստանալ։ Միացյալ Նահանգները այդ համաձայնագրով շահագրգռված է, այդ համաձայնագրի մաս է կազմում նաև միջուկային էներգետիկայի զարգացումը, որի հետ կապված քայլեր արվում են եւ հենց Տրամպի ադմինիստրացիայի օրոք նաև մասնագետները եկել են այստեղ նաև մշակումներ իրականացնելու այդ ուղղությամբ։ Պետք է ընդհանուր դիտել, այլ ոչ թե ման գալ թե որ կետը չի ստացվել եւ դրան կպնելով ասել ընդհանրապես համաձայնագիրը տեղից չի շարժվում։ Ոչ։ Դուք թվարկեք որ Եվ նաև Տրամպի հայտարարությունը հենց դրա մասին էր ցեղասպանության օրվա հիշատակման կապակցությամբ իր ելույթում ինքը հատուկ նշեց, որ մենք շահագրգռված ենք արագընթաց տեմպերով այդ համաձայնագիրը կյանքի կոչելու։ Եվ դա կյանքի կոչվելու է։ Պարոն Խուրշիդյան, արեք անդրադառնանք այլ հայտարարության, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը հանգստյան օրերին Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում Մակրոնը հետո X-ի միկրոբլոգում գրել էր, որ Ֆրանսիան ողջունում է եւ աջակցում է Հայաստանին ժողովրդավարությանը դեմ պայքարողների այդ գործընթացում, եթե պետք է բառացի մեջ բերեմ, բայց կարծում եմ դուք գիտեք ինչ ասեմ Մակրոնը անհրաժեշտ ինչ կա, ովքեր են ապակայունացնում Հայաստանում ժողովրդավարությունը, որ դրա դեմ արվող գործողությունները Մակրոնը ողջունում է։ Ռուսաստանի շահերը սպասարկող ազդեցության գործակալներ առնվազն, եթե ոչ նաև ուղիղ գործակալները, նախկին KGB-ի հետ կապ ունեցող։ Եվ ամեն ինչ բավականին լուրջ է, դրա համար էլ նույնիսկ Ֆրանսիայի պես գերտերության ղեկավարը հարկ է համարել հատուկ նշել իր աջակցությունը այս հարցում, որտեղ էլի եմ ասում, ամեն ինչ շատ լուրջ է եւ այն դիմադրությունը, որ հիմա ցույց է տալիս Հայաստանի Հանրապետությունը այդ օտարերկրյա տարբեր ցանցերի փորձերին ապակայունացնել այստեղ իրավիճակը, կազմակերպել հեղաշրջում եւ այլն, որի կոչերը նույնիսկ բաց հնչեցրել են այդ ցանցի անդամները, դա հենց այդ պայքարի մասն է, որը շատ կարևոր է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության համար։ Եվ պատահական չի, որ հենց այդ նույն ապակայունացնողներին իրենց աջակցությունը հայտնում է մեկ այլ, հենց այդ պատվերները իջեցրած երկրի արտգործնախարարը Բիշկեկից։ Լավրովի հայտարարությունները հիշեցնեմ, որով չգիտես ինչի նա հանգարց հիշել է այն մասին, որ հայոց եկեղեցին հազարամյա պատմություն ունի եւ նրա դեմ չի կարելի հարձակվել։ Չգիտես ինչից է վերցել, որ ինչ որ մեկը եկեղեցու դեմ հարձակվել է։ Իր ուրեմն այդ ապատեգատվության նույն շարանի մաս է դա։ Հայոց եկեղեցու դեմ ոչ մեկ չի հարձակվել, կա փորձ հայոց եկեղեցին փրկել այն բռնազավթած օտարերկրյա շահերը սպասարկող անձերից, նաև ոչ մաքուր անցյալ ունեցող, քրեական շատ տարեր պարունակող իրենց գործունեության մեջ այդ անձանցից պետք է ազատել հայոց եկեղեցին։ Դա գայլերեն գառների ուրեմն մորթի հակած։ Բայց Լավրով ասում են հայկական արմատներ ունի, գուցե դրա համար է մտահոգություն հայտնում եկեղեցու շուրջ։ Այդ նոր է հիշել, որ հայկական արմատներ ունի, Նարեկ ջան։ Այդ որ Արցախը հայաթափեցին չէր հիշում, որ հայկական արմատներ ունի։ Այդ որ Արցախի եկեղեցիները Ադրբեջանը պայթեցնում էր, չէր հիշում, որ այդ եկեղեցին հազարամյակների պատմություն ունի, գոնե կարելի է դատապարտել մի անգամ։
Այն որ մնացած եկեղեցիներն էլ հայտարարում են ալբանական եկեղեցի ադրբեջանցիները Լավրովը ծպտուն է հանել, այդ ոնց հանգարց հիշեց, որ հայկական եկեղեցին հազարամյա է չի կարելի նրան կապչել։ Ես պաշտությունը սահման պետք է ունենա, նա հայկականության հետ որևէ կապ չունի, բացի այդ չարաբաստիկ իր ծագումը։ Ոչ մի կապ չունի, ինքը ավելի շովինիստ ռուս է այսօր, քան շատ շովինիստ ռուսները Կրեմլում նստած։ Այն որ Լավրովը ձեր թվարկած դեպքերի ժամանակ լռում է եւ այս եկեղեցու թեմայով խոսում է, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ սա իրենց պլանն է, հենց իր Լավրովի պլանի մասն է, իր անունով կոչված, պարզ է, իրը չի, Պուտինի պլանն է, պարզ է, բայց իր անունով է կոչվում, Լավրովի պլան, հիշում եք, որով պետք է Արցախը հանձնվեր Ադրբեջանին, իսկ ստվերային մասով այդ պլանի նախատեսվում էր Հայաստանն էլ հանձնել Ռուսաստանին, որին արդեն Ադրբեջանը պետք է օգներ։ Հիմա Ադրբեջանը պոզեր է տնկել, չի ուզում օգնի, որտեվ չի կարող օգնի, որտեվ չի կարող հարձակվի Հայաստանի վրա, որտեվ զսպող գործիքներ կան, գործոններ կան, հանգամանքներ կան, այդ չեմ խոսում նաև գերտերությունների զսպող հանգամանքի վրա, որը որ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, նաև Իրանը, բոլորը կարմիր գծեր են քաշել Ադրբեջանի առջև, որ ոչ մի Սյունիք, ոչ մի Մեղրի միջանցք քո երազած լինելու է ընդհանրապես ճանապարհ Հայաստանի սուվերենության ներքո, եւ դրա պատճառով էլ ստիպված Ալիևը չի կատարում իր պարտավորությունները, որը ստանձնել է Պուտինի առջև Արցախի հայաթափման դիմաց, իսկ հայաթափում Արցախի տեղի ունեցավ փոխադարձ պայմանավորվածությամբ Պուտինի եւ Ալիևի, դե չէ այդպես խելոք չէին փասափուսե հավաքի գնա, այդ նորեր, այդպես քաջ հայտարարում, որ որտեղ որ ռուսական զինվորի, ռուս զինվորի, ռուսականը չէ, ռուս զինվորի սապոգը որտեղ որ կա, դա արդեն ռուսական հող է, հայտարարեց Պուտինը երեք տնտեսական համաժողովում Պետերբուրգի։ Այդ նոր է հիշել, բա ինչ եղավ իր սապոգը Սիրիայում, Արցախում իր սապոգը, որ հայերին էլ խաբեց համոզեց, թե այդ նույնն էր ասում, դե որ ռուսները որտեղ մտնում են, այդտեղ արդեն հավերժ կմնան, ինչ 5 տարվա սահմանափակում, տեսանք, իսկի 5 տարի էլ չմնացին, 3 տարում պոչները քաշեցին, դուրս շպրտվեցին Ադրբեջանից Ալիևի կողմից։ Այ այդ որ չի կատարել Ալիևի այդ պարտավորությունները, դրա համար էլ հիմա տեսնում եք ինչ բաներ են, ճնշումներ են գնում ադրբեջանցիների հանդեպ Ռուսաստանում։ Պարոն Խուրշուդյան, Իրանի մասով, հա Իրանի վերջերս միացավ այդ Ստամբուլի հռչակագրին, որտեղ նաև Ադրբեջանի բանաձևերն էին, այդ թվում նաև այսպես կոչված ճակերտավոր ասած Զանգեզուրյան միջանցքի հարցներ դրված եւ Իրանը միացել է այդ բանաձևերին։ Սա արդյոք չի նշանակում հետքայլ Իրանի կողմից ձեր իսկ նշած այդ որ ասում էին պատմական սահմանների փոփոխությունը Թեհրանի համար կարմիր գիծ է։ Ես չգիտեմ ինչպես է տեղի ունենում, որ մի ձեռքը Իրանի դաստորագրում է, մյուս ձեռքը հերքում է, որ նման պլաններ ունի, Իրանը նման բանի համաձայն է։ Հիշում եք Իրանի դեսպանի հայտարարությունը Երևանում, Հայաստանում Իրանի դեսպանի, որ իրենք ոչ մի այդպիսի միջանցք չեն ճանաչում, ոչ մի արևմտյան Ադրբեջան չեն ճանաչում, բացի այն արևմտյան Ադրբեջանից, որը գոյություն ունի Իրանում որպես նահանգ։ Դե հիմա ես չգիտեմ, իրենց մոտ սուբորդինացիան երևի լավ չի աշխատում։ Սա չի նշանակում, որ այս պատերազմից հետո խեղճացած է Իրանը եւ չի կարող վճռականորեն իր տեսակետները առաջ տանել տարածաշրջանային հարցերում։ Այն որ թուլացած է միանշանակ, ես էլ եմ դրա մասին խոսել, եւ միայն այս պատերազմից հետո չի թուլացել, ինքը թուլացել է շատ ավելի վաղ, երբ որ Սիրիան կորցրեց, երբ որ Հեզբոլլան ըստ էության ոչնչացվեց հիմնականում, հա, երբ որ Համասը թուլացվեց, երբ որ Հութիները խոցվեցին, էապես թուլացան, եւ այդ ամենչով Իրանը իհարկե թուլացավ, նաեւ այս տնտեսական վիճակը Իրանի, եւ այո, այս վերջին հարձակումները Իսրայելի եւ Միացյալ Նահանգների եւս թուլացրեցին իրեն, բայց հավատացնում եմ ինքը այնքան չի թուլացել, որ չկարողանա Ադրբեջանին հարվածի, եթե ուզենա, եթե Ադրբեջանը դրա առիթը տա։ Դրա համար էլ Ադրբեջանը այդքան մտահոգ է ՔՍԻՌ-ի, այսինքն Իրանի պահապանների, այդ հեղափոխության պահապանների կորպուսի եւ նրա մերձավոր շրջանակների հայտարարություններից, որ այն անօթաչու սարքերը, որոնք որ հարվածել են Իրանին, դրանց մի զգալի մասը ուղղորդվել է Ադրբեջանից եւ հատել է ադրբեջանա-իրանական սահմանը։ Դրանից Ադրբեջանում շատ մտահոգ են։ Այդ հարցը բարձրացել է նաև Փեզեշքյանը Ալիևի հետ խոսակցության ժամանակ, եւ դրա մասին նորից արտահայտվել է նաև Հայաստանում Իրանի դեսպանը։ Եվ ադրբեջանցիները մտահոգ լինելով թե Իրանի կողմից ճնշումներով, թե Ռուսաստանի այս վերջին ճնշումներով, արդեն հիմա բարձրաձայնում են
Ադրբեջանում թուրքական բազայի անհրաժեշտությունը, որը որ ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար էլ ավելի խրտնեցնող հանգամանք է դառնալու ռուս-ադրբեջանական հարաբերությունները փչացնելու։ Ուղղակի Ռուսաստանը այլևս ինքնուրույն պետք է Ադրբեջանի հարցերը փորձի լուծել առանց Հայաստանի որպես գործիք օգտագործելու եւ զոհաբերելու, ինչպես դա բազմիցս արել է։ Եթե կարող է, թող գնա լուծի։ Չի կարող, ուրեմն թող խելոք Կրեմլի պատերի տակ վնգստա, թե իրեն ոնց խաբեցին եւ գցեցին Էրդողանն ու Ալիևը։ Պարոն Խուրշիդյան, Ղրղստանում ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը եթե երես թեքի իր դաշնակիցներից, մերձավոր գործընկերներից, հարևաններից, ապա դա հազիվ թե օգուտ տա հայ ժողովրդին, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտգործնախարար Միրզոյանը չի մասնակցելու այս միջոցառմանը, Լավրովի հայտարարությունը ինչ է նշանակում։ Ումից պետք է երես թեքի Հայաստանը, հարազատներից, մերձավոր գործընկերներից, դաշնակիցներից, հարևաններից։ Այդ ովքեր են այդ մերձավոր գործընկերները։ ՀԱՊԿ անդամ պետությունները՝ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Ղրղստան։ Ձեր ծիծաղը չի գալիս ձեր հարցի վրա, Նարեկ ջան, դրանց ի՞նչն է մերձավոր դաշնակից կամ գործընկեր։ Այն որ հայ գերիներին ադրբեջանցիները սպանում էին, նույնիսկ մի հատ դատապարտող հայտարարություն չարեցին, այն որ ասում էին եկեք ՀԱՊԿ-ի սահմանների վրա հարձակում է տեղի ունենում, պարզվում էր, որ Ադրբեջանը ավելի շատ դաշնակից ունի ՀԱՊԿ-ում, քան մենք, եւ ՀԱՊԿ-ը միաձայն ասում էր, որ այդտեղ ոչ մի սահման մենք չենք ճանաչում, որտեղ դելիմիտացված չէ։ Դա մերձավոր դաշնակիցը կամ գործընկերը։ Ինչ հետևանքներ կունենա, հատկապես որ արտգործնախարարությունը կոչ է արել Հայաստանին ստապ գնահատել անվտանգության ապահովման հնարավորությունները։ Այն պետք է լինի, որ ինչքան հեռու պահենք այն ուժերին Հայաստանից, որոնք պատրաստ են Հայաստանին թիկունքից հարվածել, այնքան քիչ հնարավորություն կունենան այդ ուժերը Հայաստանին թիկունքից հարվածել։ Եվ հակառակը, որքան կարողանանք մերձենալ այն երկրների, այն աշխարհակահաղական կենտրոնների հետ, որոնց հետ շահերը Հայաստանի համընկնում են, որոնց հետ գտնվում ենք նույն քաղաքակրթական մշակութային դաշտում, եւ առնվազն որոնք չեն հավաքվի, ոնց որ իսլամական կոնֆերանսի երկրները եւ ինչ որ անհեթեթ Ադրբեջանը հաճո որոշումներ կայացնեն եւ առնվազն զենք կմատակարարեն մեզ եւ այստեղ դիտորդներ կկանգնեցնեն, իսկ վաղ գուցե նաեւ զորքեր, այդ երկրների հետ մենք պետք է համագործակցենք եւ մերձեցնենք մեր հարաբերությունները։ Պարոն Խուրշիդյան, վերադառնալով ներքաղաքական հարցերին, իսկապես Հայաստանում այդքան իրավիճակը լարված էր, որ նույնիսկ Մակրոնը անդրադարձավ, հա, դրան ճիշտ է, մենք խոսեցինք հպանցիկ դրա մասին, բայց օրինակ Եվրամիության առանցքային պետություններից մեկի ղեկավարի զանգը ինչի մասին է խոսում։ Ոչ թե այս պահին լարված է, այլ մեծ վտանգ է իրենից ներկայացնում, քանի որ բաներ են պլանավորում, նաև այն ուժերը, որոնք մասամբ չեզոքացվել են, բայց դեռ ամբողջությամբ չեն չեզոքացվել, եւ այն, որ մոբիլիզացնում են տարբեր ռեսուրսներ, մարդկային այդ թվում Ռուսաստաններից քշում բերում են Հայաստան, եւ ոչ միայն Ռուսաստաններից, նույնիսկ եվրոպական երկրներից, որտեղ ունեն վերահսկողություն հայ համայնքի ինչ որ մի հատվածի հանդեպ, դա ցույց է տալիս, որ ինչ որ բաներ պլանավորում են։ Եվ դրա մասին բնականաբար տեղյակ են բոլորը, եւ Հայաստանի հատուկ ծառայությունները եւ վստահ եմ նաեւ ֆրանսիացիները։ Գիտեք, Ֆրանսիայի հատուկ ծառայությունները, գիտեք, աշխարհի եռյակի մեջ են մտնում իրենց արդյունավետությամբ։ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները Հայաստանին տեղեկատվություն են տրամադրել։ Մակրոնին են տրամադրել, Մակրոնին։ Հայաստանին չգիտեմ տրամադրել են թե չէ, բայց Մակրոնին վստահ եմ տրամադրել են, դրա համար էլ Մակրոնը նման հայտարարություն է անում։ Թե չէ չի քնել զարթնել եւ ասենք ինչ որ լուրեր կարդացել եւ որոշել հայտարարություն անել։ Պարոն Խուրշիդյան, դուք չեք կարծում, որ օրինակ Հայաստանում այս օրերին անմեղության կանխավարկածի ինստիտուտը այսպես լրիվ ոտնատակ տրվեց, հաշվի առնելով, որ առանց դատարանի վճռների ինչ որ դրվագային ձայնագրությունների, ինչ որ ոչ այսպես հայտնի տեղի անհայտ ծագման փաստաթղթերի հիման վրա եղան հայտարարություններ իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, իհարկե դատապարտելի էր այն, ինչ մենք լսեցինք ձայնագրություններում, հատկապես մարդկանց գնդակահարելու մասին խոսակցությունները, բայց չպետք էր սպասել դատարանի վճռների, ըստ ձեզ։ Գիտեք, անմեղության կանխավարկածը վերաբերում է նրան,
որ մարդկանց չբռնադատեն առանց դատարանի որոշման։ Հիմա այդ մարդիկ որևէ մեկը բանտարկված է։ Ոչ, իրենք ընդհանրապես նախնական կալանքի մեջ են։ Վերջացավ։ Դա ոչ մի իսկ մարդիկ ինչ որ գնահատական են տալիս, իրենց կարծիքն են հայտնում, դա չեղավ որ իրենց ամեղության կանխավարկած են խախտում։ Իրենց կարծիքն են հայտնում։ Եթե ես լսում եմ, որ մարդը ասում է պետք է ինչ որ մարդկանց գյուլել, եւ պարզվում է, որ ինքը իրոք ասել է եւ դա մոնտաժ չի, արհեստական բանականություն չի։ Ինչքան էլ ասեն, որ կոնտեքստից կտրված է, ինչ է նշանակում կոնտեքստից կտրված է, ո՞նց պետք է կտրեն միացնեն իրար, որ ինքը հակառակ բան ուզենար ասել, բայց կոնտեքստից կտրված հասկացի, որ ինքը ուզում է գյուլի, կամ ինքը ուզենար ասել, որ հայ ժողովուրդը խելացի ժողովուրդ է, բայց կոնտեքստից կտրված պարզվեր, որ անասուն ժողովուրդ է, խորապես անասուն են էլ։ Իսկ իրենց կողմնակիցներն էլ էշեր են։ Այդ ո՞նց պետք է կոնտեքստից կտրվեր։ Այդ մանիպուլյացիաները թող գնան իրանց տերերին լոլոներ կարդան։ Մարդիկ շատ լավ էլ հասկանում են, այդ ինչ զայնագրություններ էր, ինչ են այնտեղ խոսացել, ինչքան էլ ուզում է այնտեղ ժամերով զայնագրություն լներ եւ ամենահետաքրքիր, ամենակարևոր մասերը եթերի մեջ տված լինեն։ Բնականաբար այդ ամբողջականը մի օր կհրապարակվի, այդ էլ կտեսնենք։ Բայց այն որ մենք իրավունք ունենք դատողություններ անել, ոչ թե դատել այդ մարդկանց ասել բանտ նետեք հենց հիմա, քանի որ մենք որոշել ենք, որ իրանք մեղավոր են, ոչ, դատարանը կորոշի մեղավոր են, թե ինչքանով են մեղավոր, այդ վաղ կորոշի բանտ կնետի, կտուգանի, թե բաց կթողի մի հատ էլ բան ռոճիկ կտա կամ պրիզ կտա, պրեմիա կտա, այդ դատարանը կորոշի։ Իսկ մենք դատողություններ անելու հնարավորություն ունենք։ Մենք երբ որ մեկը հելնում ասում է, որ ռազմական հեղաշրջում պետք է արվի, ոչ մի կոնտեքստից դա կտրված չի, ներողություն։ 10 անգամ էլ կրկնում է այդ մարդը տարբեր եթերներով, վերջում էլ քննչական գնալուց առաջ ասում է, այո, ասել եմ, լավ եմ արել։ Այդ ինչ ես պետք է բան անեմ, ասեմ, չէ, հանգարց դատողություններ չանեք, հələ թող դատարանը վճիռ կայացնի, տեսնենք այս մարդը ասել է թե չի ասել։ Ասել է, ինքն էլ ասում է, լավ եմ արել, որ ասել եմ։ Ինչ աշնակում անմեղության կանխավարկած։ Ո՞րն է անմեղությունը։ Անմեղ չեն այդ մարդիկ։ Դուք որոշեցիք։ Այո, ես որոշեցի, որ անմեղ չեն։ Իսկ կոնկրետ որ քրեական օրենքն է խախտել, ինչ են արել, դատարանը թող որոշի, կբանտարկվեն, ինչ կլինեն, այդ ուրիշ հարց է։ Պարզապես տեսեք, Դանիել Իոնիսյանը տարիներ առաջ կամ ամիսներ առաջ դիմել է գլխավոր դատախազության եւ ասել է, որ Միքայել Աջապահյանի այս ռազմական հեղաշրջման մասին հայտարարությունները, հարցազրույցները դիտարկեք որպես հանցագործության մասին հաղորդում։ Նույն դատախազությունն ասել է, չէ, չկան դեռ նման բան, բայց հետո նույն հայտարարության հիման վրա այս որ քրգործ է հարուցվում, կալանավորում են։ Սա արդյոք չի նշանակում քաղաքական նպատակահարմարություն։ Ոչ, այդ նշանակում է, որ այն դատախազը, որ պատասխանել է Դանիել Օհանեսյանի նամակին, պետք է պաշտոնաթող արվի, որտեղ ակնհայտ է, որ այդտեղ հանցակազմ կա։ Երևի ինքը կաշառքով դիպլոմ առած դատախազներից մեկն է, որին լեցուն է հիմա դատախազությունը, չգիտես ինչի միջև չեն մաքրում։ Մեռանք ասելով, մի հատ վեթինգ արեք, տեսեք ով ոնց է դատախազ, դատավոր քննիչ դարձել, ով ինչ գործեր է կարել ժամանակին, որ հետո սենց էշ նամակներ չուղարկի ի պատասխան քաղաքասարակության նամակներին։ Դուք կարծում եք, որ Աննա Վարդապետյանը տեղյակ չի եղել, որ նման պատասխան է տրվում։ Եթե տեղյակ է եղել, մի հրաժարականի դիմում էլ ինքը պետք է գրի։ Դուք այդ տեսարանները, որ դիմակավորված հացահականները լցվեցին Մայրատորի տարածքը, ինչպես ընկալեցիք։ Ձեր համար շոկային էր այդ տեսարանը, թե ոչ, պարոն Քուրշեցյան։ Շոկային էր, որ եկեղեցականները դիմադրում են իրավապահ մարմինների իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը։ Այդ դա շոկային էր, որ իրենք իրենց Վատիկանի տեղն են դրել եւ մտածում են, որ եկեղեցու այդ պարիսպները դա անկախ պետության մի հատ ինչ-որ սահմաններ են, որտեղ ոչ մեկ իրավունք չունի մուտք գործել, բացի իրենց նվիրատվություններ անելու եւ մոմ առնելու նպատակով։ Իրենք ինչ-որ բան խառնում են։ Դա Հայաստանի Հանրապետության տարածք է եւ ենթակա Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Եվ այդ այնտեղ հանցագործ է պատասպարվում, ուրեմն այո, իրավապահ մարմինները կարող են գնալ եւ նրան բանտարկեն կամ ձերբակալեն։ Բայց հաշվի առնելով, որ դա պատահական տարածք չէ, համայնայության հոգևոր կենտրոններ կարելի է այդ կարմիր գիծը հատել։ Համայն հայության հոգևոր կենտրոնն է, ահացականներ, շատ կուլտուրական մտնում են այդ մարդուն, ոչ թե ծեծելու են, ոչ թե այդ հոգևոր կենտրոնում կշտամբելու են, չգիտեմ ինչ են անելու, այլ սիրուն հրավիրելու են նստել մեքենայով գնալ, առանց ոչ մի այդ շոուներին, որ սարքեցին պարոնայք տերտերները։ Դուք Նիկոլ Փաշինյանի այս գործելավոճը դատապարտելի համարում եք մարդու անձնական կյանք մտնելը։
որտեղ որ մարդու անձնական կյանք է մտնում, այո, որը որ վերաբերում է մարդու զուտ անձնական կյանքին։ Օրինակ կաթողիկոսի զավակ ունենալ չունենալը դատապարտելի է թե ոչ։ Դա միայն անձնական կյանքին չի վերաբերում, դա արդեն ուրիշ պատմություն է։ Ցանկացած հավատացյալ իրավունք ունի իմանա իր ըստ էության հոգևոր հայրը, հա, այսպես որ վերցնում ես, կաթողիկոսը քրիստոնյա հայության հոգևոր հայրն է։ Համապատասխանում է իր կարգավիճակին, թե մի հատ էլի եմ ասում, գայել է գառան մորթու տակ, բա ոնց պարզեն մարդիկ։ Դրա համար հարցեր ունեն տալու, պետք է հարցերը տան իմանան, դա անձնական կյանքի մասին չի։ Դա ինչ որ գախնի նկարահանում չի, գիտեք, անկողնային, որ ասենք այդ ինչ գործ ունեք, մտել եք անկողին եք նկարը հրապարակել եք։ Դա ընդամենը հարց է, ունես զավակ թե չէ, որտեղ դրանից է կախված, դու ուխտադրուժ ես թե չէ, դու քո խոսքը արժեք ունի թե չէ, քո ուխտը արժեք ունի թե չէ, թե դու ամեն ինչ պատրաստ ես մարդկանց խաբել, մենակ թե պաշտոնի լինես, ինչ նպատակներով, բիզնեսի, քաղաքական պայքարի, դրսի ուժերին ծառայելու, ինչ նպատակով։ Ինչ ես խաբում մարդկանց։ Ուղղակի վարչապետի սահմանադրական լիազորությունների մեջ չկա եկեղեցու հարցերի մեջ մտնելու։ Դրա համար էլ ինքը անընդհատ ասում է, ես որպես վարչապետ չեմ այդ հարցը բարձրացնում, այլ որպես հավատացյալ քրիստոնյա։ Բացն ինչի է իրեն տեղեկություններ տալիս։ Ինչից է տալիս։ Դա ասում է օպերատիվ տեղեկություններ են տալիս, այդ կրթվել է նորաձևը շարժմանից մի դրվագ էին հրապարակել։ Օպերատիվ տվյալներ է տալիս, որտեղ նաև այլ տեղեկություններ են լինում։ Ինչ օրինակ։ Դե ըստ էության ով է ում հետ քնում։ Բայց ինչ գիտես, այդ անձնական տվյալներն է, որ դա նկատի ունեցել, թե ուրիշ տեղեկություններ։ Օրինակ ես ուրիշ բան հիմա ասեմ քեզ, Նարեկ ջան։ Ես օպերատիվ տեղեկություններ եմ ստանում, հիմա դու որոշի դա անձնական հարց է թե չէ։ Մարդիկ քաղաքացիները, որ տեսնում են ես բարձրաձայնում եմ այդ հարցերը, ինձ օպերատիվ հայտնում են տեղեկություններ, որոնք իրենք ունեն, որը հնարավոր է ստուգել։ Ես չեմ ասում այդ տեղեկությունները 100% ճշմարտություն են։ Բայց երբ որ մարդը ինձ գրում է, ասում է, որ Ներսես arczepiskopos Պոզապալյանը, որը սպանվել է 2009 թվականին, բոլորս դա գիտենք, դա սուտ չի, սպանվել է, այո, հարձակում է եղել նրա վրա, գանգը կոտրել են այդ մարդու, կոմայի մեջ եղել քանի ամիս, վերջը մահացել է։ Հետո անունը դրել են, թե ինչ որ մեկը թալանի նպատակով է ուզեցել անել, որովհետև ինչ որ բաներ է գողացել իր սենյակից, պահպանվող տարածքում էջմիածնի։ Եվ այտենց էլ չեմ բացահայտում, գիտեք ով է։ Հետո պարզվում է, որ պահակային ծառայություն կազմակերպողն էլ է եղել պարոն Կտրիչի ազգականը։ Էջմիածնի դատախազն էլ է եղել այդ ժամանակ պարոն Կտրիչի ազգականը։ Եվ ամենակարևորը, ես իմանում եմ այդ նույն մարդիկ, որոնք ինձ գրում են, ասում են, որ Ներսես Պոզապալյանը նախորդ օրը որ իրեն սպանել են, նախորդ օրը խոսակցություն է ունեցել, շատ կոշտ խոսակցություն Կտրիչի հետ, որը ուզեցել է շվեյցարական Credit Suisse բանկից, որտեղ ունի մայրաթոռը հաշիվ, մեծ գումար հանել եւ Ներսես Պոզապալյանը դեմ է եղել այդ գումարը հանելուն։ Եվ հաջորդ օրը նրան սպանում են։ Այդ զուգադիպությունները ինչ որ մեկը ինչի պետք է միջև հիմա չհետաքննի։ Հասկացանք, նախորդ ռեժիմները շահագրգռված չեն, որտեղ սա սպրուտ էր։ Մեկը մյուսին ազգականային, Աղվան Հովսեփյանն էլ քեզ նվեր, իրենց շայկայի անդամներից մեկը։ Բա հիմա, երբ որ հեղափոխություն է եղել, ինչի այդ գործը նորից չի բացվում, որ հասկանանք։ Շատ པարզ հարցումներով կարելի է ճշտել, նույնիսկ եթե շվեյցարական բանկը չտրամադրի այդ տվյալները գաղտնիության բանով, շատ հանգիստ այստեղ կարելի է մտնել դատարանի որոշմամբ եկեղեցու բոլոր այդ արխիվները նայել, փոխանցումները տեսնել։ Արդյոք այդ սպանությունից հետո խոշոր գումար Credit Suisse-ից ամեն դեպքում դուրս է հանվել Կտրիչի կողմից եւ ինչ նպատակներով է դա ծախսվել։ Հարցադրումներ են։ Հիմա դա Կտրիչի անձնական կյանքին է վերաբերում այդ հարցը, որ ես բարձրաձայնում եմ։ Չէ, դե կոնկրետ զավակ ունենալ չունենալը դրվագն է անձնական կյանքին։ Իդեպ, չէ, դուք ասում եք, որ վարչապետը ասեց, որ ԱԱԾ-ն այլ տվյալներ էլ է իրեն հաղորդում օպերատիվ։ Ես էլ ձեզ ասում եմ, կարող է այդ օպերատիվ տվյալների մասին է խոսքը։ Այդ կարգի օպերատիվ տվյալների։ Եվ մենք առաջին ալիքի եթերում մի ուշագրավ տեղեկություն։ Այ, ներողություն, իդեպ Պոզապալյանը, ես ասեմ ձեզ, որ ով չգիտի, իմանա։ Եղել է մրցակիցը կաթողիկոսական այդ ընտրությունների ժամանակ, այս Կտրիչի մրցակիցն է եղել, եւ եպիսկոպոսած դասի բացարձակ մեծամասնությունը կողմ է եղել Պոզապալյանի ընտրությանը։ Եվ միայն ցավոք սրտի այն ժամանակվա իշխանությունների միջամտությունը, որը նաեւ աշխարհիկ ընտրողների մեծամասնություն ապահովելով այդ 450 ընտրիչների մեծ մասը աշխարհիկ են։ Եվ նրանց միջոցով կարողացել են ինչ-որ մանիպուլյացիաներով, բաներով ուրեմն ընտրել տալ այս Կտրիչին։
Հարցեր են հասկանում եք, որոնց պատասխաններ պետք է հնչեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում մի սենսացիոն հայտարարություն է եղել։ Նախկին հոգևորականներից մեկը հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, հա, երբ որ դա խոսվում է հանրության ինչ-որ մարդկանց շրջանում, դեռ ասում ես դե մարդիկ քննարկում են, բայց որ դա արդեն հանրային հեռուստաընկերության եթերում է հնչում, դա արդեն այլ մակարդակ է, այսինքն իշխանությունը, այսպես ասած, դոստուպ է տվել, որ այդ տեղեկությունը հմեկով գնա։ Սա ինչ է նշանակում, ինչու նման հայտարարություն եղավ։ Այդ հայտարարությունը, այդ նույն ազնվորությունը Խորեն Հովհաննիսյան, Խորեն վարդապետը նոր չի անում։ Վաղուց է ինքը իր հարցազրույցներում այդ ասել։ Նոր բան չի դա, մեկ, երկրորդը դա հնարավորություն է, որպեսզի էլի հարցումների միջոցով Գերմանիայի Դաշնության կառավարությանը, Հայաստանի կառավարությունը դիմի եւ խնդրի բոլոր այդ անձնավորությանը վերաբերող նյութերը, արխիվները, ինչ որ կա այնտեղ։ Այդ թվում միջխորհրդային միության փլուզումը, որտեղ խոսքը 79 թվականի մասին է, եթե չեմ սխալվում, երբ որ իրեն ձեռնաշխտաներով արտաքսել են Գերմանիայից եւ իդեպ այդ թիվը համընկնում է իր կենսագրությունում էլ նույնիսկ ֆիքսված է, որ այդ տվին արդեն դադարել է իր պարտականությունների կատարելը Գերմանիայում։ Այնպես որ պետք է ստուգել, հասկանալ, հարցումներ անել։ Դե, բայց եթե այդպիսի հարց կա, հա, ինչու Նիկոլ Փաշինյանը դրա վրա շեշտադրումը չի անում, այլ ավելի այսպես նեղ անձնական հարցով է բան անում տանում, որովհետև հա, զավակ ունենալը կուսակրոնության բանի տեսանկյունից մեղք է, բայց հատուկ կաթողիկոս, հատուկ ծառայության գործակալ դա սենսացիա է։ Ինչու Հայաստանի վարչապետը դա չի շեշտադրում։ Որովհետև ինքը ունի պատասխանատվություն նաև չխաթարել ամբողջապես առանցել լարված հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ բնականաբար ինքը ստիպված է նաև իր հեղինակությունը զոհաբերելով, որտեղ իհարկե ավելի լուրջ կլներ, որ ինքը այդ ամեն ինչից խոսար, այլ ոչ թե անձնականացներ այդ խնդիրը, չէ՞, բայց ինքը ստիպված է գնալ այն մյուս ճանապարհով, որպեսզի Ռուսաստանին շատ չխրտնեցնի, Հայաստանի դեմ շատ չլարի, առանցել էլ եմ ասում լարված է հարաբերություն։ Ես դրա մասին խոսել եմ արդեն մի երկու անգամ տարբեր տեղերում։ Բայց այնուհանդերձ ընդունելի է եկեղեցին, եթե այսպես մաքրելու, ինչպես իշխանությունն է ասում, ցանկություն կա այս տարբերակով, այս մակարդակով այս գործընթացները ընդունելի են։ Բայց որ մակարդակով, ինչ տարբերակով անեն։ Ես կարծում եմ, որ հասկացրել են միջև այս ամեն ինչը։ Ես վստահ եմ նույնիսկ, որ հասկացրել են այս պարոն Կտրիչին, որ գիտես ինչ կա, մենք գիտենք դու ով ես։ Փասապուսեկը թավակի գնա։ Նա ասել է ոչ։ Դե դրա համար ստիպված կամած այս դոզաներով այդ ինֆորմացիան շատացնում են իր մասին ունեցած։ Իսկ որ այդ ինֆորմացիայի նույնիսկ երևի 10-20%-ն էլ միջև մա չի հնչել այն ինչ որ ունի Նիկոլ Փաշինյանը։ Ես դրանում վստահ եմ։ Էլ չեմ ասում, որ դրա կեսն էլ երբևէ չհնչեցվի էլ այնպիսի բաներ են այնտեղ։ Այդ ինչ ինֆորմացիա ունի Նիկոլ Փաշինյանը։ Ես ասում եմ, եթե ես այստեղ նստած ոչ մի լծակի չտիրապետելով մի օրվա ընթացքում այդպիսի ինֆորմացիաներ ստացա եւ հրապարակեցի, պատկերացնեք հատուկ ծառայությունները, արտգործնախարարությունը, Թուրքի կոմիտեն եւ այդ բանը հանձնակատարը, որ լայն ցանցին տիրապետում են մարդկանց, ովքեր տրամադրում են տարբեր ինֆորմացիաներ, ինչքան ինֆորմացիաներ իրենք ունեն։ Ես զուտ տրամաբանորեն եմ հաշվարկում։ Նստած մարդկանց մասին տեղեկություն է հավաքում, դնում է Նիկոլ Փաշինյանի դեմը, ասում է վերցրու օգտագործի, ճնշի։ Ուրեմն որը որ վերաբերում է անձնական կյանքին մարդկանց, ես մի անգամ չէ որ ասել եմ, որ դա անընդունելի է, նույն Հովիկ Աղազարյանի դեպքը եւ դրանից հետո էլ հիմա անդադ ինչ որ աչուձախ խոսակցությունները թե ում հետ է քնել։ Եթե դա չի վերաբերում կուսակրոնության ուխտին եւ հավատացյալների հարցադրում չի, մնացած ցանկացած խոսք այդ թվում այն հոգեվորականների հանդեպ, ովքեր կուսակրոնության ուխտ չեն ստանձնել, անընդունելի է, որտեղ դա օրենքների խախտում է նաև։ Հայաստանի Հանրապետության օրենքները պաշտպանում են մարդու անձնական կյանքը։ Հա, բայց այս դեպքում պաշտպանված չի։ Նիկոլ Փաշինյանը ինչքան հնարավոր է ներխուժել մարդկանց անձնական կյանքը։ Էլ եմ ասում, սա այն դեպքը չի, սա կուսակրոնության ուխտի խախտման, եկեղեցու կանոնագրքի խախտման եւ Հայաստանի Հանրապետության օրենքների խախտման նաև։ Բայց նա վարչապետը անկալվում, նա ինչքան էլ ասի ես Հայդան, թույլ կտաս ավարտեմ։ Դա չի կտաս ավարտեմ։ Իհարկե։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության օրենքների մեջ մտնում է նաև
հասարակական կազմակերպությունների եւ կրոնական կազմակերպությունների պետական գրանցումը։ Հայ առաքելական եկեղեցին իր կանոնագրքով գրանցված է Հայաստանի Արդարադատության նախարարությունում, եւ եթե իր ներսում խախտվում է այդ կանոնակիրքը, այդտեղ պատասխանատվության բաժին է ստանձնում նաեւ պետությունը, հանձին նաեւ կառավարության, որի մաս է Արդարադատության նախարարությունը։ Այդտեղ կապեր կան, այդտեղ այդքան հեշտ չէ, որ ասեք եկեղեցի է, պետք է չխառնվեք։ Այ երբ որ դավանաբանական հարցերին միջամտի Նիկոլ Փաշինյանը, ասի այ ուզում եմ, որ ոնց որ ժամանակին Հռոմի Պապը տերունական աղոթքի մեջ մի նախադասություն ձևափոխեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը տենց մի առաջարկ կանի, կասեն դու ինչ գործ ունես, մի խառնվի եկեղեցու գործերին, բայց այն հարցեր, ինչ որ վերաբերում է կանոնակարգին, կանոնագրերին, եկեղեցու, որով նա գրանցվել է Արդարադատության նախարարությանը, կներեք, Արդարադատության նախարարությունը այստեղ վերահսկող նաև գործառույթ ունի, որ կատարվեն այդ կանոնագրքում նշված կետերը, որտեղ դրանց չկատարումը բերում է նաև վտանգներ ազգային անվտանգության տեսակետից պետության, եկեղեցին պատահական մարմին չի, ամբողջ Սփյուռքով մեկ ցանց կա, որը որ ենթարկվում է հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսին։ Դուք պատկերացնում եք, եթե այնտեղ այդ կոմպրոմատները հավաքեն տարբեր օտարերկրյա հատուկ ծառայություններ եւ դրանցով փորձեն ճնշել կաթողիկոսին։ Եթե չեն անում արդեն։ Անում են։ Ինձ եք հարցնում։ Հա։ Պետք է հարցում ուղարկեք հատուկ ծառայություններին օտարերկրյա, որ իրենք ձեզ ասեն անում են թե չէ։ Շնորհակալություն, պարոն Խուրշուդյան, հարցազրույցի Ես համար։ եմ շնորհակալ։